Բաստուր մաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք աղիքով սուջուխ։ Մեզ անհրաժեշտ է որակով միս, մենք ունենք այստեղ շատ լավ կտոր։ Հիմա միսը կկտրատենք, կմանրացնենք։ Ունենք 5 կիլոգրամ միս, լցնելու ենք 135 գրամ աղ։ Խառնում ենք աղը մեր, լցրեցինք։ Եվ լավ խառնում ենք, ընկերներ ջան։ Շատ լավ խառնում ենք, ընկերներ ջան։ Շատ լավ է։ Կթողենք 1 օր կմնա սառնանում միսը, կհամեմվի աղով, հաջորդ օրը կաղանք միասին։ Միսը 1 օր մնաց սառնարանում, ինքը լավ աղը վերցրել է արդեն, ոնց որ ասեցի, լավ կապը վերցրել է, սվյազքեն։ Հիմա աղում ենք միսը, ընկերներ ջան։ Մենք այստեղ ունենք 5 կիլոգրամ աղացած միս, որին նախապես մենք տվել ենք 135 գրամ աղ։ Ունենք սխտոր այստեղ 135 գրամ, որին մի քիչ ջուր ենք ավելացրել բլենդերով խփելուց։ Մեր մոտ ստեղ սև բիբարը 25 գրամ, դուշիստի բիբարը 25 գրամ, քիմիոնը 25 գրամ։ Հիմա համեմունքները մի հատ խառնենք իրար հետ, ամանի մեջ ենք խառնում համեմունքները։ Խառնում ենք իրար համեմունքները, շատ լավ է։ Հիմա միսը լցնում ենք մեր խառնիչի մեջ։ Շատ լավ է։ Ընկերներ ջան, մեկնաբանություններում ասում էիք անընդհատ, որ կարելի է ձեռքով խառնել, ճիշտ եք ասում, կարելի է ձեռքով էլ խառնել, բայց մենք ունենք խառնիչ, որը որ ավելի արդյունավետ է։ Հիմա նայեք խառնիչի տարբերությունը, մեկ է ձեռքի, ինքը հավասարաչափ խառնում է։ Հենց նախատեսված է դրա համար, ընկերներ ջան։ Եթե տունը չունեք խառնիչ, միանշանակ ձեռքով խառնելը ճիշտ է։ Կարելի է ձեռքով խառնել։ Ինքը հավասարաչափ, առաջ հետ, հələ միսը ոնց է խառնում, շատ լավ։ Հիմա լցնում ենք մեր համեմունքները, որը որ նախապես խառնել ենք միասին։ Լցնում ենք սխտորը։ Շատ լավ է, ընկերներ ջան։ Արդեն միսը լավ պնդացել է։ Կարող ենք տեղափոխել արդեն ամանի մեջ։ Թողենք սառնանում 1 օր կմնա, 1 օրից կլցնենք արդեն աղիքի մեջ։ Այսօր մենք լցնելու ենք աղիքով սուջուխը։ Սառնանի մեջ մենք պահել ենք 1 օր, ինքը արդեն լավ սևացել է։ Նախապես ես խառնել եմ 2 անգամ։ Մենք ունենք խոզի աղիք բնական թաղանթով, որը որ նախապես մենք բացել ենք, ջրով անցկացրել ենք, որ հեշտ կարողանանք անցկացնել խողովակի մեջով։ Հիմա կլցնենք աղիքով սուջուխները։ Միշտ որ հարցնում եք, քիչ ենք ծակում։ Հիմա նայեք, այստեղ օդ կա, մենք աղիքի մեջ լցրել ենք, այստեղ օդ է գնացել։ Այս օդը հանգիստ ծակում ենք։ Որտեղ օդ կա, միանշանակ պետք է ծակել։
կիլոգրամից մեր մոտ պատրաստը եղավ 6 հատ։ Սենց տեսնում ենք, եթե օդ կա, կարանք մի հատ էլ ծակենք։ Կթողենք չորանա, ընկերներ ջան, 1 շաբաթ հետո մենք պրես կդնենք։ 3 օր չորացան սուջուխները։ Հիմա մենք ծակծկելու ենք։ Ունենք այսպիսի հաստասեղ։ Ահա։ Սուջուխները հանգիստ կարող ենք ծակծկել։ Տարբեր անկյուններից կարող եք հանգիստ ծակծկել։ Ունենք 6 հատ սուջուխ, ընկերներ ջան։ Հիմա մենք 3-3 կշարենք պրեսի տակ։ Այս երկարները կդնենք տակը 3 հատ։ Ձգելու ենք շատ թույլ, որտեղ առաջի պրեսն է։ Դնում ենք երկրորդ շարքը։ Այսպես, սիրուն, շարում ենք։ Իրարից հեռու մի քիչ, ձգելու ենք շատ թույլ։ 24 ժամ կպահենք պրեսի տակ։ Մենք սուջուխները 3 անգամ պրես ենք դրել, արդեն ինքը լավ չորացել է։ Հիմա վերջնական պրես ենք դնում ու ձգենք, որ շատ լավ ինքը տեսք ընդունի։ Վերևի շերտնել 3 հատը շատ լավ է։ Քսանչորս ժամ կպահենք պրեսի տակ, վերջնական շատ լավ կձգենք եւ վերջ։ Այսօր կտրում ենք միասին աղիքով սուջուխը։ Մեր մոտ պատրաստ են սուջուխները։ Հիմա այս մեկը կկտրենք։ Մեջը կտորը, հիմա կտրենք։ Շատ լավ կտրվում է, ընկերներ ջան։ Ահա, ընկերներ ջան։ Կտրում ենք սլայզերով, ունենք այսպիսի կտորներ։ Նույն ձև մենք ստացել ենք սլայզերով կտորները, ընկերներ ջան, դանակի կտրածը, մեկ էլ սլայզերի։ Դուք էլ պատրաստեք նույն ձևով, ընկերներ ջան, կստացվի անպայման ձեր մոտ։